Դոնալդ Թրամփը հայտնել է, որ մայիսի 19-ին հեռախոսազրույց կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Քննարկելու են կայունահեղության դադարեցումը, շաբաթական միջինում ավելի քան 5000 ռուս եւ ուկրաինացի զինվորական է զոհվում, նշել է ԱՄՆ նախագահը, հավելել, օրակարգում է լինելու նաեւ առևտուրը։ Այնուհետև Սպիտակ տան ղեկավարը կզրուցի Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների հետ։ Թրամփը հույս է հայտնել, որ շփումներն արդյունավետ կլինեն եւ հրադադար կհաստատվի։ Ավելի վաղ Սպիտակ տան ղեկավարը հայտարարել էր, որ ինքն ու Վլադիմիր Պուտինը պետք է հանդիպեն։ Կարծում եմ կլուծենք ռուս-ուկրաինական հակամարտության հետ կապված խնդիրները, եթե չլուծենք, շատ հետաքրքիր կստացվի, նշել էր ԱՄՆ նախագահը։ Թրամփը շեշտել է, որ անհրաժեշտության դեպքում իրենից լավ ոչ ոք ճնշում չի գործադրում։ Ստամբուլում մայիսի 16-ին տեղի ունեցած ռուս-ուկրաինական բանակցություններում Մոսկվայի պատվիրակության ղեկավար Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին հայտարարել է, ռուսները միշտ ստանում են այն, ինչն իրենց է պատկանում։ Մեկնաբանելով հրադադար հաստատելու Կիևի առաջարկը, նա նշել է, խաղաղ բանակցություններից առաջ հրադադար պահանջողներն ուղղակի պատմություն չգիտեն։ Ռազմական գործողությունները միշտ ուղեկցվել են բանակցություններով, կարծիք է հայտնել Մեդինսկին։ Ստամբուլյան հանդիպմանն է անդրադարձել ուկրաինական կողմը, հանրապետության ԱԳՆ խոսնակը հերթական անգամ շեշտել է հրադադարի անհրաժեշտությունը։ Նա տեղեկացրել է, որ բանակցություններում ռուսական պատվիրակությունը մի շարք պահանջներ է ներկայացրել, որոնք անընդունելի են Կիևի համար։ Գեորգի Տիխիի խոսքով ուկրաինական պատվիրակությունը Թուրքիայում հիանալի աշխատանք է կատարել։ Գերատեսչությունից հիշեցրել են, որ հանդիպման արդյունքում հնարավոր է եղել պայմանավորվել գերիների մասշտաբային փոխանակման մասին, հազարը հազարի դիմաց ձևաչափով։ Ստամբուլում Կիևի թիմի ղեկավար պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովն էլ տեղեկացրել է, որ կողմերը կշարունակեն աշխատել հրադադարի ուղղությամբ։ Նրա համոզմամբ հաջորդ քայլը պետք է լինի Ուկրաինայի եւ Ռուսաստանի առաջնորդների հանդիպման կազմակերպումը։ Ռուսաստանը եւ Ուկրաինան պայմանավորվել են փոխանակել հրադադարի մասին իրենց պայմանները։ Աշխատանքներ են տարվում, հայտարարել է Կրեմլի խոսնակը։ Դմիտրի Պեսկովը նշել է, որ Ստամբուլում կայացած ռուս-ուկրաինական հանդիպման արդյունքների թեմայով Մոսկվայի եւ Վաշինգտոնի միջև շփումներ դեռ չեն եղել։ Նրա խոսքով Պուտին-Զելենսկի հանդիպումն էլ հնարավոր կլինի, երբ Մոսկվայի եւ Կիևի թիմերը որոշակի արդյունքի հասնեն համաձայնությունների տեսքով։ Ռուսաստանի արտգործնախարարությունից հայտնել են, որ ամերիկյան կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հեռախոսազրույցը։ Սերգեյ Լավրովը եւ Մարկո Ռուբիոն քննարկել են Ստամբուլում կայացած ռուս-ուկրաինական բանակցությունների արդյունքները։ Ըստ հաղորդագրության պետքարտուղար Ռուբիոն ողջունել է ռազմագերիների փոխանակման եւ հրադադարի պայմանների նախապատրաստման վերաբերյալ ձեռք բերված համաձայնությունը։ Լավրովն ընդգծել է խաղաղության գործընթացում Միացյալ Նահանգների դրական դերը։ Ռուս դիվանագետ հաստատել է ամերիկյան կողմի հետ գործակցությունը շարունակելու Մոսկվայի պատրաստակամությունը։ Ըստ պետքարտուղարության Մարկո Ռուբիոնն էլ Լավրովին է փոխանցել Թրամփի հստակ ուղերձը, Վաշինգտոնը հանձնառու է պատերազմը դադարեցնելուն։ Խաղաղության ամերիկյան համապարփակ ծրագիրն ուրվագծում է առաջ շարժվելու լավագույն ուղին, ասված է հաղորդագրության մեջ։ Անկարան ջանքեր կգործադրի Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև բանակցությունները շարունակելու եւ հաղորդակցության ուղիները բաց պահելու համար, հայտարարել է Թուրքիայի նախագահը։ Ռեջեփ Էրդողանը հավելել է, հիմնական նպատակը խաղաղության բանակցություններից հստակ արդյունք ստանալն է։ Ռուս-ուկրաինական հակամարտությունը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով, հարկավոր է բանակցել, ստեղծված հնարավորությունը չի կարելի բաց թողնել, շեշտել է նա։ Էրդողանն ընդգծել է, պատերազմն ավարտելու համար նախ զենքերը պետք է լռեն եւ փոխարենը խոսի դիվանագիտությունը։ Դոնալդ Թրամփն անդրադարձել է Գազայի հատվածում իրավիճակին, տեղեկացրել, որ աշխատանքներ են տարվում Համասի մոտ պահվող գերիներին վերադարձնելու ուղղությամբ։ ԱՄՆ նախագահը կարծիք է հայտնել, որ առաջիկա շաբաթներին լավ նորություններ կլինեն։ Պետք է օգնենք նաև պաղեստինցիներին, Գազայում շատ մարդիկ սովամահ են լինում, ընդգծել է Սպիտակ տան ղեկավարը։ Միևնույն ժամանակ հայտնի է, որ Իսրայելն ակտիվացրել է Գազայի հատվածում ռազմական գործողությունները։ Ցահալը տեղեկացրել է հարձակումներն ընդլայնելու մտադրության մասին։ Իսրայելի զինված ուժերի տվյալով նպատակն է վերադարձնել գերիներին, ոչնչացնել Համասը եւ պաշտպանել Իսրայելի բնակչությանը։ Նշվում է, որ սա Գեդեոնի կարգեր անվանումը ստացած գործողության առաջին փուլն է։ Հաղորդվում է զոհերի եւ վիրավորների մասին։ Վերջին տվյալով Գազայի հատվածում պատերազմի մեկնարկից ի վեր զոհվել է ավելի քան 53000 մարդ։ Վիրավորների թիվը հատում է 120,000-ը։ Շրջափակման հետևանքով տարածաշրջանում մարդասիրական ճգնաժամ է ստեղծվել։ Իսրայելի վարչապետը եւ պաշտպանության նախարարն էլ հայտարարել են Եմենի հութիների օբյեկտներին զանգվածային հարվածների մասին։ Թիրախում են եղել
մասնավորապես նավահանգիստները։ Ըստ իսրայելական կողմի սա պատասխանն է Իսրայելի դեմ հութիների հրթիռային հարձակումներին։ Պաշտոնյաները նախազգուշացրել են, անհրաժեշտության դեպքում կշարունակեն ռազմական գործողությունները եւ կթիրախավորեն Անսարալահ շարժման բարձրաստիճան ներկայացուցիչներին, որոնք աջակցում են պաղեստինցիներին։ ՑՀԼ թիրախավորել է նաեւ Լիբանանի հարավը, ըստ իսրայելական կողմի չեզոքացվել է Հեզբոլլահի հրամանատարներից մեկը։ Վաշինգտոնն Իրանին առաջարկ է ներկայացրել միջուկային գործարքի վերաբերյալ հայտարարել է Դոնալդ Թրամփը։ Նրանք գիտեն, որ պետք է արագ գործեն, այլապես շատ վատ բան տեղի կունենա, հավելել է ԱՄՆ նախագահը։ Սպիտակ տան ղեկավարը համոզմունք է հայտնել, որ Թեհրանը ցանկանում է գործարք կնքել։ Ես չեմ ուզում, որ բռնություն կիրառվի, բայց նրանք միջուկային զենք չեն ունենալու, շեշտել է Թրամփը։ Իրանը չի հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից, նման հայտարարությամբ էլ հանդես է եկել Իսլամական Հանրապետության արտգործնախարարը։ Աբբաս Արաղչին շեշտել է, իր երկիրը վճռական է զարգացնելու գիտելիքները եւ տեխնոլոգիաները միջուկային էներգիայի խաղաղ եւ անվտանգ օգտագործման ոլորտում։ Այս հարցում զիջումներ չեն լինելու, ընդգծել է իրանցի դիվանագետը։ Միևնույն ժամանակ իրանական կողմը վստահեցրել է պատրաստ են առկա խնդիրները լուծել դիվանագիտության եւ երկխոսության միջոցով։ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Աբխազիայի եւ Հարավային Օսիայի բնակիչներին Ռուսաստանի քաղաքացիություն տրամադրելու դյուրացման մասին։ Նրանցից չի պահանջվի պահպանել Դաշնության տարածքում մշտական բնակության, ռուսաց լեզվի եւ Ռուսաստանի պատմության իմացության պահանջները։ Նրանք կարող են դիմել Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչություններ, իսկ Դաշնության տարածքում բնակվելու դեպքում ներքին գործերի նախարարություն։ Դիանա Գասպարյան, լուրեր։